Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեր հետ է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։ Նախկինում վիդեո վերլուծությունների տարբերակ ինչ եմ դիմել, բայց կարծում եմ այսուհետ հաճախ կհանդիպենք, քանի որ ասելիքս լինելու է բովանդակալի ավելի, քան հնարավոր է տեքստային գրառումներ անել կամ զրուցել խմբագրությունների եւ հեռուստաընկերությունների հետ։ Անդրադառնամ այսօրվա ազգային ժողովի անդրանիկ նիստին։ Ուզում եմ նշել, որ քանի դեռ Հայաստանում էի ապրում, աշխատում էի ազգային ժողովում եւ հիշում եմ, որ խմբակցություններ ունեին սկզբունք քառօրյա նիստերից առաջ անցկացնել ժողովներ եւ դերային բաշխումներ կատարել, որպեսզի պատգամավորները պատրաստվեին կոնկրետ թեմաների շուրջ խոսելու եւ չլիներ խայտարակ վիճակը, որը այսօր եղավ Ուժեղ Հայաստան խմբակցության մոտ եւ 3 պատգամավորներ հնչեցրեցին նույն անտրամաբանական եւ պրիմիտիվ հարցը Ռուբեն Ռուբինյանին։ Նշեմ, որ Ռուբեն Ռուբինյանին պաշտպանելու ցանկություն բնավ չունեմ եւ սա իր վերաբերյալ չի, որովհետեւ իր հետ կապված мне всё понятно եւ 2018 թվականին դեռ ես իրեն տրոլինգի եմ ենթարկել Պյոտր Տոլստոյի հետ կապված իր նկարի եւ գրառման, որ մեր տեսման երեկո ենք անում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ քվեարկելուց հետո ինչպես են ժամանակ մատուցում էին, որ դա պատահականություն էր, չգիտեմ, շփոթմունք էր, անփորձություն էր, բայց փաստորեն տարիները ցույց են տալի, որ երևի թե այդպես չէր։ Ինչևէ, Ռուբեն Ռուբինյանը դեռևս այն ժամանակ ինձ բլոկեց, որովհետև շատ հաճախ ստացվեց այդ շրջանում Պյոտր Տոլստոյի հետ շփվում էի եւ իր հետ սելֆիներ էի անում հատուկ Ռուբինյանին նվիրված։ Ու այսօրվա դրությամբ այն հարցերը, որ տալիս էին Ռուբինյանին, չգիտեմ, ուզում եմ մի հատ հասկանալ նախ Եթե դուք իրան ինչ-որ մի բանի մեջ մեղադրում եք, համարձակություն ունեցեք ուղիղ տեքստով ասեք, որ մենք քեզ մեղադրում ենք այս ինչ հարցում։ Բայց դա նորություն չի, էվրիկա չի։ Нам, мне кажется, всем всё понятно, ովքեր որ միշտ հետևել են քաղաքական օրակարգին, այլ ոչ թե նոր են սկսել դրանով զբաղվել ու տենց ինչ-որ նոր բացահայտումներ են արել իբրև թե, բայց անընդհատ խոսել նրա մասին, այ որ դուք այդտեղ սովորել եք, այնտեղ շփվել եք Նույն ձև Հայաստանից շատերը մեկնում են տարբեր երկրներ սովորելու եւ չի կարելի թիրախավորել արտերկրում սովորողներին ձեր ամփույթ արտահայտվելու ձևով սա մեկ Նույն դիալոգում աչքի ընկավ մի երիտասարդ, ով հետագայում շատ ավելի վատ վարքագծով աչքի ընկավ Շիրազ Մանուկյանի մասին եմ խոսում, ով զարմանալի է, բայց անցել է հանրապետական կուսակցության շկոլան, բայց политическая подкованностью вообще не блестит. Ինչ է նշանակում ես պատերազմի մասնակից եմ եւ դուք ինձ պիտի հարգեք։ Այս արտահայտությունը ինձ մի տեսակ ճիշտն ասած դուր չեկավ, որովհետև ես վերջի 5-6 տարիների ընթացքում ունեմ հնարավորություն շփվելու պատերազմի իսկապես մասնակից եւ պատերազմից մի կերպ մահապուրց եղածած տղաների հետ, ովքեր իրենց շատ ավելի համեստ են պահում եւ այն հովանավորների կողմից, որ ես ինչ-որ փոքրիկ նվերներ կարողանում եմ իրենց փոխանցել, այդ մարդիկ միշտ շնորհակալ են լինում եւ շատերի հետ արդեն ընկերացել ենք, շփվում ենք եւ ես չեմ կարող ասել, որ երբևիցե ինչ-որ մի շփման մեջ իրենք նկատել տան, որ ինչ-որ բան են արել, մեր համար, չնայած որ այդ մարդիկ իրենց առողջությունն են դրել եւ իրենց կյանքն են դրել եւ իրենց արտաքինը հաստատ այն իրավիճակում չի, ինչ որ օրինակ Շիրազ Մանուկյանի նուրբիկ մատները Եվ Գառնիկ Դանիելյանին եմ նաև ուզում անդրադառնալ, ում մասին այսօր եմ իմացել, եւ իրանից ոչ այդքան հայտնի падգամավորուհին ԿՊ-ի, որը նշեց 2014 թվականին իր միասին Թիֆլիս գնալու եւ ադրբեջանցիների հետ այնտեղ բարեկամության կոնֆերանսներ անցկացնելու, ինչ-որ ժողովների վերաբերել։ Ես երբ որ Հայաստանում ապրում էի եւ հենց այդ 14, 13, 12, 15 թվականներին լինելով քաղաքական այն ակտիվ երիտասարդ կորիզի մաս, չեմ պատկերացնում, ոնց կարող էր մեր հասակակիցը ունենալ այդ հոգեվիճակը, որպեսզի գնար նման բանի մասնակցեր 2014 թվականին դեռ, այն ժամանակ, երբ որ մեր մտածելակերպը, մեր պահվածքը դիրքը, լրիվ ուրիշ էր։ Եվ ես չեմ պատկերացնում, ոնց կընդունեինք մենք նման մարդուն մեր շրջանակներում։
հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք ոնց որ թե այդ ամեն ինչը դառել է նորմալ երևույթ, բայց այն ժամանակ բնավ այդպես չէր։ Դրա համար անհասկանալի է, որ ինչ որ տարբեր սկզբունքներ ունեցող, տարբեր տենց անհասկանալի, հա, անցյալով մարդիկ եկել են հավաքվել են ինչ որ բարի հակառակ իմաստով ծաղկաքաղավ են եղել, մտել են մի կուսակցություն, որը ներկայանում է որպես Փաշինյանին հակառակորդ կուսակցություն, իբրև թե եւ իր սկզբունքներին սկզբունքներ ունեցող կուսակցություն, բայց ինչևէ փաստորեն շատ մարդիկ կան ձեր շարքերում, ովքեր ունեն նույն քաղաքական հայացքները եւ սկզբունքները, ինչ որ ունեն այս պահին իշխող կուսակցությունը, այդ թվում նաեւ Իրինա Յոլյանին եմ ուզում մատնանշել, իհարկե ինքը այսօր ոչինչով աչքի չի ընկել, բայց իր հետ կապված ունեմ վատ եւ դառը հիշողություններ։ Մի քանի տարի առաջ երեխաների պաշտպանության օրը նշում էինք Գորիսում եւ հովանավորությունը այդ ժամանակ ՌԴ նախագահի երեխաների հարցով լիազոր ներկայացուցիչի կողմից էր եւ միջոցառման կազմակերպիչի ես էի եւ Տիկին Յոլյանի հետ շփման ընթացքում շատ ռուսաֆոբային արտահայտություններ եմ լսել, հիշում եմ եւ ես հիշում եմ, որ ինքը կտրուկ դեմ էր, որ ինչ որ մի ռուսական կողմի ներկայացուցիչ 3 վայրկյանով բեմ դուրս գար երեխաներին շնորհավորելով, որ ամեն բան շատ դժվարությամբ մենք այնտեղ կարողացանք ստանալ եւ հիմա այս տիկինը հայտնվել է մի կուսակցությունում, որը ռուսամետ է եւ իրեն մատուցում է այսպես հանուն հայ-ռուսական հարաբերությունների, բայց այն ինչ հաստատի ստացվում է, որ դուք չունեք ինչ-որ սկզբունք եւ չունեք ինչ-որ ստրատեգիա, ուր եք գնում, հա, ոնց որ ինչ-որ անհասկանալի ձևով նույն բաները կարելի է Փաշինյանի մասնել, հա, չնայած իրենք ունեն ստրատեգիայի տարբերություն ձեզ, եթե իհարկե ձեր ստրատեգիան չի համընկնում իր ստրատեգիայի հետ եւ ձեր նպատակը չի ցույց տալը, որ Փաշինյանը այդ միակ առաջնորդն է, որը այս պահին կարող է լինել Հայաստանի գլուխ եւ հա միակը ով արժանի է, քանի որ այն հասարակությունը, ով հետաքրքրված էր եւ ցանկություն ուներ փոփոխության, ովքեր որ ձեզ խափնվեցին, հիմա իրանք գտնվում են ինչ-որ ապաթիայի կարգավիճակում եւ այն հուսախաբությունը, որը այցելել է այդ մարդկանց, ես չգիտեմ մենք հետագայում, հա, ինչպես կարող ենք դա վերադարձնել, որպեսզի մարդիկ նորից ցանկություն ունենան մասնակցելու, ներգրաված լինելու ներքաղաքական կյանքին Հայաստանի, դրա համար այդ թվում նաև այդ պատճառներից ելնելով ես որոշեցի, որ ժամանակ առ ժամանակ եթերներով հանդես կգամ փորձելու հասարակության հետ շփվել եւ ինչ որ բաներ ավելի բարձրացնելու եւ ինչի՞ չէ արդարության, հա, ձայն լինելու ինքս իմ համար, որովհետեւ ես երբեք չեմ համաձայնվում անարդարության հետ եւ բարդակի հետ եւ այն բարդակը, որը հիմա տիրում է Հայաստանում եւ իշխանությունների մոտ եւ ընդդիմության մոտ, դա անընդունելի է։ Ես խնդրում եմ եւ պահանջում եմ, որպեսզի բոլորը զբաղվեն իրենց գործով, պատշաճ կերպով եւ չվերաբերվեն դրան որպես ինչ որ sense դե ոնց է լինի, ոնց որ օրինակ ԿՊԱ-ականները, հա, sense բոբիկ վիճակով մտան, հիմա այս 8 տարիների ընթացքում արդեն տենց թափ են ձեռք բերել, ինչ որ ձևով կարողանում են արդեն տեքստեր ասել, գիտեք, այնքան ցավալի է, երբ որ Արփի Դավոյան, Վահագն Ալեքսանյան ու իրանց տիպի այդ մարդկանցից են էլի կարողանում ձեզ նաև շատ անհարմար իրավիճակներում դնել եւ ձեզ երկիծանքի ենթարկել, դրա համար աշխատեք ձեր վրա, փորձեք այնպես անել, որ հնարավորինս քիչ այսուհետ ձեր մասին խոսվի եւ եթե անգամ խոսվի էլ միայն լավ նպատակներով, պարտության նպատակով, եթե իհարկե կարող եք։ Այսօր այսքանը, հետագայում կխոսենք նաեւ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի եւ հայ-ռուսական հարաբերությունների մասին հիմնականում։